Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում փոխել իր քաղաքական կուրսը։ Ակնհայտ է նաև, որ քաղաքացիական պայմանագիրը համենայն դեպս նախնական արդյունքներով հնարավորություն ունի ընտրել Նիկոլ Փաշինյանին երրորդ ժամկետն անունի մեջ վարչապետ։ Իհարկե, երրորդ նախագահն ասաց, որ երրորդ ժամկետը չէ, որովհետև առաջին երկուսի դեպքում արտահերթ էին եղել ընտրությունները, այստեղ էլ ձեր կարծիքը հետաքրքիր է, դեպս երրորդ ժամկետը ի վերջո թե ոչ։ Եվ ինչի պատրաստվի հայ ժողովուրդը ձեր քաղաքական կանխատեսումն է ես նաև խնդրել։ Եվս 5 տարի այս քաղաքականության շարունակությունը կտեսնենք, թե կընդհատվի ինչ-որ բան։ Ինչի պետք է պատրաստվի հայ ժողովուրդը։ Լրջագույն խնդիրների։ Որովհետև տվյալ դեպքում երկիրը մեկ ինտեգրված տնտեսական համակարգից փորձում է տեղաշարժվել դեպի մեկ այլ անորոշ համակարգ։ Այսինքն Փաշինյանը պատրաստ չի քեզ նույնիսկ Ուկրաինայի պարագայում ինչպիսի համանախապակումներ են մտցրել օրինակ լեհերը չեն թողնում արգելում են ապրանքների ազատ տեղաշարժը հիմա ուրեմն Հայաստանը մտնում է турբուլենտության մի լուրջ փուլի մեջ անընդհատ լրջագույն տնտեսական հարցեր տնտեսական խնդիրներ եւ այսպես ասենք սա այս турբուլենտությունը շատ թանկ է նստելու եւ հայ ժողովրդի համար եւ չեմ կարծում որ Նիկոլ Փաշինյանը ի վիճակի է սա մարսել շատ փոքր է ինքը դա մարսելու համար ոչ այդ գիտելիքները ունի ոչ այդ ռեսուրս ազդեցության ունի նաեւ այս ընտրությունները ցույց են տալիս որ այդ ազդեցություն այդ ռեսուրսը դու այլևս չունես կաշառեցիր մարդկանց բյուջեի միջոցներով հետո այդ միջոցները շեշտակի նվազելու են չես կարողանալու այս կաշառելու տեմպը պահել հետո խնդիրները ունենալու դիմելու է Եվրոմիության, ասելու է մի քիչ էլ փող տվեք, Զելենսկու պատմությունը սենց ուղղակի ոչ թե պատերազմային վիճակի, այլ տնտեսական, ասենք պատերազմի վիճակի բերել է հայ ժողովրդի գլխին։ Սա է անում այս մարդը։ Ինքը իր տեսակով դուք չեք տեսնում, ինքը պետք է ստեղծի լարվածություն, թշնամություն, իր ոնց որ ապրելու միջավայրն է, թթվածինն է, որը ինքը ապրում է։ Ներողություն եմ խնդրում, բայց ես ոչ թե նկատի ունեի, թե ինչ է ուզում եւ կամ ինչ է անում Փաշինյանը, այլ արդյոք ունենալու է հնարավորություն անելու դա եւս 5 տարի։ Ես հենց դրա մասին եմ ասում, որ չի մարսելու ինքը այս կարգի турբուլենտությունը չի մարսելու եւ ընդդիմությունը իհարկե այս ամենի ֆոնի վրա շատ մեծ հնարավորություն է ունենալու իր հարցը լուծելու։ Վիճակը կտրականապես փոխվում է։ Այսինքն ասենք կիսահղի վիճակում մնալը մի քիչ դժվար է հիմա այդ հղիությունը մի քիչ ուրիշ տեղա տարել չի մարսելու հետ կապված ինչ է այսինքն տեղի ունենալու պարոն Քոչարյան մենք տեսնում ենք որ Ռուսաստանը ընտրություններից անմիջապես հետո հերթական սահմանափակումներն է իրականացրել եւ իշխանությունը Նիկոլ Փաշինյանը մանևրում է չի ասում հստակ ԵԱՏՄ-ի հետ կապված իր քաղաքականությունը, ՀԱՊԿ-ի հետ կապված ասում է դե գիտություն կընդունենք մենք դա եւ այդքան էլ իրենց չի անհանգստացնում, կշարունակեն էլի անդամավճարները չվճարել, այսինքն կմանևրի կամ չի մարսի որ պահին կամ ինչ հետևանք կունենա դա իր հետ կապված, ոչ թե երկրի հետ կապված, այլ իր հետ, ինչ քաղաքականություն կորդեգրեն։ Հասկացա, նայ, արդեն դա իրենից կախված չի։ Արդեն իրից կախված չէ, ավելի շատ կախված է օրինակ Ռուսաստանի համբերությունից։ Այդ չեն համբերում ոնց որ թե։ Երևում է որ չեն համբերում, որովհետև իրենք ակնհայտ տեսնում են, որ այնինչ ինքը միջ այդ արելու, ուղղակի ստել է, խաբել է, ժամանակ է ձգել, նաև ընտրությունների հետ կապված։ Արդեն իրենից չի կախված։ Ինքը այդ տեսանկյունից շատ փոքր է, որ կարողանա այս մեծ турբուլենտությանը դիմակայել։ Ասենք դու մտել ես, ես եթե հիշում եք, ասում էի, որ հմուտ նավապետը փոթորիկի ժամանակ նավը բաց ծով չի անում, օկեանոսի կենտրոն չի տանում։ Փորձում է մի հանգիստ ավելի տեղ գտնի եւ սպասի հարվածի տակ չդնելով եւ նավը եւ ազնագազմը։ Ինքը արեց ճիշտ հակառակը։ Ուղղակի արեց ճիշտ հակառակը։ Եվ տվյալ դեպքում ինքը ինչ անելու, շարունակելու է նույնպես։ Հենց Ռուսաստանից սկսել են իրականացնել այն կարգախոսը, իրենք ինչ են ասում են մենք չենք ֆինանսավորելու ձեր ճանապարհը դեպի Եվրոմիություն։ Սա իրենց պետական շահերից չի բխում։ Դու գնում ես թշնամիների ճամփար,
Եվ ինչի պիտի մենք ֆինանսավորենք քո ճանապարհը այնտեղ։ Հիմա կամ պետք է Նիկոլ Փաշինյանը այդ ճանապարհը փոխի, կուրսը փոխի, կոպիտ ասած եղալատ եմ գրել, հիմա շուռ եմ գալիս այստեղ, այդ դեպքում եվրոպացիք համիջապես կհիշեն, թե ոնց որ Վրաստանի հետ եղավ, կսկսեն հիշեցնել, թե այս ճիշտ չէ, սա լեգիտիմ չէ, այս չէ, այն չէ, կամ պետք է փորձի եւս այս խաղը տանել։ Խաղ տանելու ռեսուրսը ավարտվել է։ Այն լուֆտը, որով ինքը կարողանում էր խաղալ բոլոր բևեռների հետ, ըստ էության սպառվել է։ Խնդիրը սրա մեջ է։ Հիմա ինքը այդ որ ասում են խորաման կաղվեսի երկու թաթով անգնում բանի մեջ է, թակարդի մեջ։ Այսպեսի արտահայտություն չկա։ Այդ նույն վիճակում է ինքը իրեն մտցրել եւ ոչ միայն իրեն։ Եթե ինքը իրեն մտցներ, Աստված իր հետ։ Բայց ինքը մտցրել է երկիրը այդ թակարդի մեջ։ Ինչից երկիրը բան չի ստանալու, չի շահելու, որ երկիր փորձել է նման կարգի հարաբերությունների մեջ մխրճվել, միշտ ուժել է։ Միշտ։ Եվ եւս մի արտահայտություն ուղղակի կրկնեմ, երբ կառավարությունը քարակի հետ է խաղում, այրվում է ժողովուրդ։ Եվ մենք դա ենք ասում, եւ երևի նկատել եք, որ ամբողջ այս քարոզարշավի ժամանակ ես օրինակ միշտ դա էի փորձում շեշտել։ Մենք շատ հանգիստ կարող ենք լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, փող աշխատել Ռուսաստանի հետ հարաբերություններում, փող ծախսել Եվրոպայում, Դուբայում, որտեղ ուզում ես։ Ինչի ես քանդում այն սխեմա, որը հաջողությամբ աշխատում է։ Միայն աթոռը պահելու համար, եթե մի քիչ մտածում էիր Հայաստանի համար, կամ պետք է քաղաքականությունը փոխեիր, կամ պետք է ուղղակի դառնայր ընդդիմություն ավարտեիր։ Որքան է հավանականությունը, որ Ռուսաստան գնալուց ասի սխալ եմ արել եւ Ռուսաստանում հասկանան, որ իսկապես Նիկոլ Փաշինյանը սխալվել է եւ հարաբերությունները նախկինի մակարդակին վերադառնան։ Պապայիսարև մոդելը, հա, Պապայիսարև մոդելը չի աշխատում։ Բանկա չէ, որ ասում Մոսկվա слезам не верит, այդ ֆիլմի այդ բանը անունը մեմա դարել շատ հարցերում։ Ինքը քաղաքականությունը պետք է փոխի։ Ուղղակի ասելով այլևս չի անցնում։ Ինքը քաղաքականությունը պետք է կտրականապես փոխվի, բայց ինքը չեմ կարծում, որ ինքը փոխելու է, որովհետև իր տերերը այլ բան են իրեն թևադրում եւ ինքն է ուզում նաեւ սա, այսպես ասենք, այդպես չի, որ ինքը միայն թևադրում են։ Ինքը մտել է այնպիսի հարաբերությունների մեջ, որտեղ այդ հարաբերությունների տերը ինքը չի, այդ հարաբերությունների տերը լրիվ ուրիշ տեղ է։ Եվ մեզ Եվրոպա էլ չտանում, գոնե Եվրոպա տաներ։ Մեզ Թուրքիա է տանում։ Ակնհայտ է, որ մեզ տանում է ինքը Թուրքիա։ Էրդողանը իրեն շնորհավորում է։ Բայց Ադրբեջանը չի շնորհավորելի դեպ։ Դժգոհ է արդյունքներից։ Ադրբեջանը, եթե դուք հետևեք իրենց լրատվամիջոցներին, ակնհայտ մեծ ուրախություն է Ադրբեջանում։ Իրենք դեռ հույս ունեն, որ անկալավներ պետք է ստանան, իրենք հույս ունեն, որ սահմանադրությունը պետք է փոխվի, եւ սա շարունակվելու է։ Բայց այն, որ Փաշինյանը ունի սահմանադրական մեծամասնություն ունի դեպ եւ փաստացի չի կարող փոխել մայր օրենքը այն մանդատներով, որ ունի նախնական արդյունքներով համենայն դեպս։ Իսկ դա հենց այն էր, ինչ ուզում էին Թուրքիան եւ Ադրբեջանը համենայն դեպս խաղաղության պայմանագիր կոչվածը ստորագրելուց առաջ։ Սա չի խառնում նաեւ նրանց Բաքվի եւ Անկարայի խաղաքարտերը։ Իրենք կարող են էլի սпасել։ Իրենց այս վիճակում այն վիճակը չի, որտեղ իրենք պետք է ինչ որ շտապեն եւ այլն։ Ասում են դու այսօր պիտի անես գնա ոնց ուզում ես արա։ Տեր ու ծառայի հարաբերություններն են, այստեղ հավասար գործընկերների հարաբերությունները չեն։ Հալիև ասելու է գնա ոնց ուզում է, իմ խնդիրը չի, գնա սահմանադրությունը փոխի։ Ինքը պիտի հարձակվի ընդդիմության վրա, պետք է փորձի, այսպես ասենք, իր այդ պարտավորությունը կատարել եւս շարունակելով ճնշումները։ Եվրոպացիներին կասեն, դե ինչ անեմ, պետք է ճնշեմ, նրանք աչք կփակեն այդ ճնշումների վրա, այն մոդելով շանվորդի է, բայց մեր շանվորդին է, այդ մոդելով շարժվեն, այսպես է, աշխարհը դաժան է, ասենց ռոմանտիկ պատկերացումները աշխարհի մասին ուղղակի սխալ պատկերացումներ են, չպետք է դու հայտնվես այդպիսի տեղ ու մտցնել քո երկիրը այդպիսի հարաբերությունների արանք։